Արդյոք փողը արժի ներդնել Bitcoin-ի մեջ, այս հարցը շատ են տալիս, ներդրումը ինդիվիդուալ հարց է, դուք կարող եք ձեր փողը ներդնել ցանկացած բանի մեջ, բայց ես ինքս երբեք փող չեմ դնի Bitcoin-ի մեջ։ Մի շատ պարզ պատճառով։ Ես չեմ հասկանում կրիպտո արժույթը ինչ բան է։ Ես փորձել եմ, Google-ել եմ, կարդացել եմ, հարցազրույցներ եմ լսել, ChatGPT-ին եմ հարցրել, փորձել եմ հասկանալ ինչ է բլոկչեյնը։ Ես չեմ հասկացել դա ինչ է։ Հետևաբար, երբ որ ասում են այ Bitcoin-ը էժանացել է, Bitcoin առնենք, որ կարող է թանկանա, ես միշտ հարց եմ տալի, իսկ ինչ գիտեք, որ թանկանալու է։ Ես ես հիշացնեմ, որ այս տարվա սկզբին Bitcoin-ի եւ կրիպտոյի գուրուները ավետում էին, որ Bitcoin-ը դառնալու է $200,000։ Եվ ինչ կատարվեց։ Bitcoin-ը իջավ դառավ $60,000, հիմա բարձրացել է $70,000։ Եվ այդ մտքերով ես ցեն շարունակում էի ապրել, մինչև պատահաբար YouTube-ով աչքովս ընկավ Չարլի Մանգերի դասախոսությունների մի շարք, որտեղ դե Չարլի Մանգերը, որը Berkshire Hathaway-ի փոխնախագահն էր, ինքը հայտնի էր, որ Bitcoin-ին շատ դեմ էր եւ Bitcoin-ը ինչ որ համեմատում էր աշխարհի ամենամեծ չարիքների հետ։ Ես չեմ ուզում որևէ բան դեմոնացնել։ Եթե մի բան չգիտես ինչ է, դա նաև նշանակում է, որ դու ուրեմն չես կարող պնդել, որ դա պարտադիր չարիք է։ Բայց խնդիրը հետևյալն է։ Երբ որ ես լսում եմ այդ հզոր ինվեստորներին, տարօրինակ բան ձեզ ասեմ։ Ես չեմ տեսնում որևէ առանձնահատուկ խելք այդ հզոր ինվեստորների մեջ։ Բայց ես տեսնում եմ մի առանձնահատուկ ուրիշ բան, որը քիչ պատահողորակ է, դա ռացիոնալ լինելն է։ Եվ Չարլի Մանգերը ասում է հետևյալը. ներդրում մի արեք, նույնիսկ $1 մի ներդրեք այն բանի մեջ, որը որ դուք չեք հասկանում։ Եթե ինչ որ մեկը կառնի Bitcoin, չգիտեմ, $60,000, հետո այդ Bitcoin-ը կդառնա $500,000 եւ կշահի, գնացեք շնորհավորեք եւ ամենալավ բաները մաղթեք։ Եվ ես տենց էլ պատրաստվում եմ անել։ Եթե դուք կառնեք Bitcoin, ես մաղթում եմ, որ Bitcoin-ը աճի եւ դուք մեծ փողեր աշխատեք Bitcoin-ով։ Բայց ես երբեք ներդրում չեմ անի Bitcoin-ի մեջ, որտեվ չեմ հասկանում դա ինչ բան է։ Ես նախընտրում եմ լսել ոչ թե Bitcoin-ի գուրուներին, որոնք անպատասխանատու բաներ են ասում, այլ ես նախընտրում եմ լսել Չարլի Մանգերին, որը ասում է պարզ ռացիոնալ բան։ Եթե դու ինչ-որ միտեղ ուզում ես ներդրում անել, նախ համոզվիր, որ դու հասկացել ես, թե դա ինչ է։ Խնդիրը այն է, որ դուք կարող եք Bitcoin-ով աշխատեք 1 միլիոն, հետո կորցնեք 1 միլիոն։ Այ եթե դուք մի բանը չեք հասկացել, նշանակում է դուք վտանգ կա, որ դուք կկորցնեք։ Իսկ ըստ Չարլիի եւ ըստ իմ սիրած ինվեստորների կարևորագույն, եւ դա գալիս է Հելդեր Բենգրեմի տրադիցիաներից, որ կարևորագույն բանը փողը չկորցնելն է։ Շատ ավելի կարևոր է փողը չկորցնել, քան փողը վաստակել։ Ավելի լավ է դու մի կորցրու, մի վաստակի, բայց առաջին, այսինքն պաշտպանությունից գնա դեպի հարձակում։ Նախ համոզվիր, որ պաշտպանությունը լավ կառուցված է, դու փող չես կորցնի, հետո նոր գնա ինչ-որ միտեղ ինվեստիցիա արա։ Հետևաբար հարցնում եք արժի ներդրում անել Bitcoin-ի մեջ, չգիտեմ, ես չեմ անում, որովհետև չեմ հասկանում։ Սիրելի բարեկամներ, կարճ ծանուցում, եթե այս վիդեոն տեսնում եք Instagram-ում կամ TikTok-ում, սեղմեք bio-ի մեջ link կա։ Եթե Facebook-ում է, ուրեմն վիդեոյի նկարագրության մեջ։ Լրացրեք ձեր մեյլը եւ անունը, ու ես ձեզ պարբերաբար շատ օգտակար կոնտենտ կուղարկեմ։